Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու 4-րդ գիրք 22-րդ գլուխ Հութայի Հովսիա թագավորը։ Հովսիա 8 տարեկան էր, երբ թագավոր եղավ ու Երուսաղեմի մեջ 31 տարի թագավորեց։ Իր մայրը Փազգատացի Աթայայի աղջիկն էր, Հեթիթա անունով։ Անրավ ինչ որ Տիրոջ արչև ուղիղ է, իր հոր Դավիթի ամբողջ ճամփային ընթացավ եւ անգե թեպի աջ կամ ցախ չշեղեցավ։ Օրենքի գիրքը գտնվի։ Հովսիա թագավորին 18-րդ տարին թագավորը Մեսուղամի որդին Եսելիայի որդին Սապան ադենատաբիրը Տիրոջ դունը ղրգեց ասելով. Քեղյա քահանայաբեդին կնա եւ ան Տիրոջ դունը բերված տրամը, որ տրան բահաբանները ժողովուրդեն ժողովեցին, թող համրե ու զայն կորձագադարներուն Տիրոջ դան վերադեսուչներուն ցերկը թող հանցնեն, որբեսի անոնքալ վճարեն ջեղքերը նորոգելու համար Տիրոջ դան մեջ կորձող հյուսներուն, գառուցանողներուն եւ որմնաթիրներուն, նաեւ փայտ ու գովված քարեր թող քնեն դունը նորոգելու համար։ Բայց անոնց ցերկը հանձնված տրամին հաշիվը չէին բանջել, քանի որ անոնք հավատարմությամբ գվարվեին։ Քեղգյա քահանայաբեդը Սապան ադենատաբիրին ըսավ. Տիրոջ դան մեջ օրենքին գիրքը կդա։ Քեղգյա այդ գիրքը Սապանի դվավ, անար զայն գարտած։ Հետո Սապան ադենատաբիրը թագավորին եկավ, թագավորին լուր բերավ եւ ըսավ. Քու ծառաները դան մեջ գտնված տրամը հավաքեցին ու կորձագադարներուն Տիրոջ դան վերադեսուչներուն ցերկը հանձնեցին։ Նաեւ Սապան ադենատաբիրը թագավորին ըսավ. Քեղգյա քահանան ինձի գիրք մտվավ, եւ Սապան զայն թագավորին արչև գարտած։ Երբ թագավորը օրենքի գիրքին խոսքերը լսեց, իր հագուստները բատրեց։ Հետո թագավորը Քեղգյա քահանային, Սապանի որդին Ակիգամի, Միքիայի որդին Ակոփորի, Սապան ադենատաբիրին ու թագավորին ծառային Ասիայի բադվիրեց։ Քացեք ինձի համար, ժողովրդին համար եւ ամբողջ Հութայի համար Տիրոջ խորհուրդ հարցուցեք այս գտնված գիրքին խոսքերու մասին։ Արդարե մեր վրա Տիրոջ մեծ ցասումը փորփոքեր է, որովհետեւ մեր հայրերը այս գիրքին խոսքերուն հնազանդած չեն ու մեզի համար բոլոր կրվածները կորզատրած չեն։ Քեղգյա քահանան Ակիգամ, Ակոփոր, Սապան եւ Ասիա քացին, Արասի որդին, Թեգվայի որդին, Սեղում հանդերձաբեդին գնոջ, Ողթա մարգարեյուին, ան Երուսաղեմ գփնագեր, Մասենայի մեջ։ Անոր հետ խոսեցան, անա լսավ իրենց։ Դերը Իսրայելի Աստվածը սա գայդարար է։ Ցեզ ինձի ղրգող մարդուն սա ասեք։ Դերը սա գայդարար է։ Ահա ես այստեղին եւ անոր բնագիչներուն վրա ճարիք պիտի բերեմ, այսինքն Հութայի թագավորին գարտացած գիրքին բոլոր խոսքերը, որովհետեւ զիս լքեցին եւ ուրիշ աստվածներու խունկ ծխեցին, որբեսի իրենց ցերկերուն բոլոր կորձերով զիս քրքրեն։ Ոստի այստեղին վրա իմ ցասումս պիտի փորփոքի ու պիտի չմարի։ Բայց Տիրոջ խորհուրդ հարցներու համար ցեզ ղրգող Հութայի թագավորին սա ասեք. Դերը Իսրայելի Աստվածը սա գայդարար է։ Քանի լսած խոսքերուդ համար քու սիրտդ գագուղցավ ու Տիրոջ արչև խոնարեցար, երբ լսեցիր իմ խոսքս, թե այստեղին վրա եւ անոր բնագիչներուն վրա ավեր ու անեցք վիդելան, եւ հակուստերդ բادرեցիր ու իմ արչևս լացիր, ես ալ լսեցի գբատկամե դերը։ Հետևաբար, ահա ես քեզ հայրերուդ քո պիտի ամփոփեմ ու խաղաղությամբ քու քերեզմանիդ մեջ պիտի ամփոփվիս։ Այստեղին վրա իմ բերելիք բոլոր ճարիքներս քո արջկերդ պիտի չտեսնեն։ Անոնք ալ թագավորին այս պատասխանը բերին. Փառքեզ Դեր Աստված մեր։ Ամեն։